համար դուն կնշանակե ուր որ ես եւ ընտանիքս միասին ուրախ ժամանակ կանցնենք։ Իմ դունս Փիլիպոսն է, որովհետև ես միշտ ապահով կզգամ իմ հայրի օրիորդներուց հետ ու իմ մտերիմ ընկերներուց հետ։ Փիլիպոսը իմ տունն է, որովհետև այնտեղ ես կարող եմ արտահայտեմ իմ մտքերը։ Իմ դունս Փիլիպոսն է, որովհետև ես սորվեցա ամեն նախահայրերուց պատմությունները։ Հայաստանը մեր տունն է, որովհետև հայերուն միասին դպեր է ընտանիքի դես։ Արցախը մեր տունն է, որովհետև Հայաստանի սրդին հաջորդն է։ Հայաստանը իմ տունն է, որովհետև թոն սիրտս փնտրված է։ Փիլիպոսի մեջ հասակ արած է։ Փիլիպոսը իմ տունն է։ Հայաստանը իմ հայրենի տունն։ Փիլիպոսը իմ երկրորդ ամենօրյա տունն է։ Հայաստանը իմ նախահայրերուց տունն է։ Թեև ես հեռու եմ, հայրենիքիս կպատկանում։ Մեր տունը։ Մեր տունը։ Մեր տունը։ Մեր տունը։ Մեր տունը։ Իմ շատ սիրելի բարեկամներ, հայրենակիցներ, հիմա աշխարհով մեկ սփռված եւ որոնք կենտրոնացած են այստեղ մեր ստուդիայի վրա։ Գիտեք, որ ձայնն է ամենաշատը հաճելի ականջին։ Ես նոր հարցում եմ անցկացնում իմ բոլոր ընկերների միջև, մեր նստած երիտասարդների եւ պարզվեց, որ ամենահաճելի ձայնը այս վարքյաններին դա ձեր հեռախոսի զանգերն են, հենց լավ ծլվլոց կանգնած մեզ ո ստուդիայում, ու ես խնդրում եմ շարունակեք զանգարել այդ հեռախոսներով 1-800-888-887 հեռախոսահամարով եւ բոլոր այս ժպիտները գեղեցիկ երիտասարդների, որ տեսնում եք, ել ավելի կավելանան, որովհետեւ լսում են ձեր զանգերի ձայները։ Նոր դուք տեսաք մեր ուրեմն մեջ բերնումից վիդեո մեջ բերնումի մեջ երեխաներին, որոնք որ կոչ էին անում, որ բոլորս միասին պետք է օգնենք եւ լինենք Արցախ հետ։ Ու հենց հիմա այդ երեխաները այստեղ են։ Ռոզ եւ Ալեք Փիլիպոս վարժանի ուսանողներն են մեզ հետ միասին, սիրելի բարեկամներ, իրենց ուսուցչու գլխավորությամբ ողջունում են բոլորիդ ու եկեք բարձենք ինչի համար եք եկել։ Ով կսկսի առաջինը, ով կուզե ասել։ Դիմենք ուսուցչուն, խնդրեմ։ Անունս Սոսի Մարգոսյան է, այս դարի եւս Ռոզ եւ Ալեք Փիլիպոս ասկային վարժարանը իր մասնակցությունը կբերե Հայաստան համահայկական հիմնադրամի հանկանագային այս արշավին։ Իսկապես որ եզակի եւ յուրահատուկ երևույթ է այս տարվան այս արշավը, որու նպատակն է Արցախի բազմազավակ հայ ընտանիքներու ապահովել բնակարաններ, օժտված լավ սարքավորումներով, այժմիական սարքավորումներով։ Վարձ կգադար այս ծրագիրը գործածողներուն Ռոզ եւ Ալեք Փիլիպոսի մեծ ընտանիքն իր աջակցությունը կբերե այս հաճելի եւ վսեմ նպատակին համար։ Ինչպես եւ ամեն տարի։ Հիմա եկեք խոսենք աշակերտների, տեսնենք իրենք ինչ են մտածում։ Մեծերից երևի ավելի, հա, խնդրեմ։ Մի րոպե մոտենամ ձեզ։ Իմ անունս Թալար Քալուստյանն է եւ ես 11-րդ կարգի աշակերտուհի եմ։ Այս արդիվ գուզենք շեշտել ընտանիքի թերի կարևորությունը մեր ազգային կյանքին մեջ։ Կհավատանք եւ կզորակցենք Արցախի բոլոր ընտանիքներուն։ Զորավոր եւ ամուր ընտանիքներով գայուն եւ հաստատ հայրենիք պիտի ունենանք։ Խնդրեմ, առողջ մտածելակերպ։ Համեցեք, ներկայացեք։ Իմ անունը Նաթալի Էմիրզյան է, 9-րդ կարգի աշակերտուհի եմ։ Ես կուզեմ, որ մենք անկախ լինենք եւ մենք մեր Հայաստանում տուներ ունենանք։ Ապրես, շատ լավ միտք է։ Իսկ փոքրիկներից ով կցանկանա դու, խնդրեմ։ Իմ անունս Էմելի Էմիրզյան է։ Ես 6-րդ կարգի աշակերտուհի եմ։ Ես կուզեմ, որ բոլոր հայ Արցախում թեկուզ փոքր, բայց լավ պայմաններով լավ տուն ունենան։ Շատ լավ ցանկություն է։ Դու փոքրիկ։ My name is Anika Saban. I am a 6th grade student. The magical thing about home is that it feels good to leave, but it feels better to come back. Ապրես, ինչ լավ անգլերեն ես խոսում։ Հիմա մոտենանք քեզ, ներկայացի։ Իմ անունը Վելա Մաքսյան է, 5-րդ դասարանի աշակերտուհի ես։ Ուզում եմ, որ բոլոր հայ ընտանիքներում լինի սիրո ու ջերմմթնոլորտ։ Ապրես դու։ Իսկ դու փոքրիկ։
Իմ անունը Սոֆի Քասաբյանն է, մանկապարտեզի աշակերտուհի եմ, տունը այնտեղն է, որ մեր պատմությունը սկսվում է։ Վայ ապրես դու, եթե բոլորը քեզպես մտածեին, մենք հիմա ամենաերջանիկ երկրներից մեկը կլինենք։ Եվ վերջին հարցը դիմեմ քեզ, ինչ գումար եք հավաքել բոլորդ միասին։ $8,000 Բայ ապրեք դուք, շնորհակալություն։ Այսպես էլ մենք շարունակելու ենք, սիրելի բարեկամներ, այս երեխաներն են մեր Հայաստանի ապագան։ Դե ինչ, հլը կհանդիպենք, դեր այսօր ենքան անակնկալներ են լինելու, իսկ մենք սպասում ենք ձեր զանգերին, հիշեք 1-800-888-8897, զանգարեք, երիտասարդները սպասում են։